ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի 32-ամյա հակամարտության կարգավորումը ձեռք է բերվել 1 ժամվա ընթացքում։ Այս մասին նա ասել է Եգիպտոսի Շարմ el-Շեյխում Գազայի հատվածում խաղաղության հաստատման գագաթնաժողովի ժամանակ։ Դուք դեռ յոլա եք գրում, չէ՞։ Մենք պայքարում ենք 32 տարի եւ մոտ 1 ժամվա ընթացքում հաշտվեցիք, այնպես չէ՞։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ գտնվելու համար, դիմել է Թրամփը Փաշինյանին եւ Ալիևին։ Եգիպտոսում կայացած գագաթնաժողովում Թրամփը պայմանագիր է ստորագրել Գազայի հատվածի հակամարտության դադարեցման մասին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի եւ եզրափակիչ մասի ընթերցումից հետո Հայաստանի ԱԺ պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մոտ տպավորություն է, եթե այն Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է։ Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլում են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի եւ նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում։ Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը հավելելով. «Պարզ է, թե ինչու այն չի հրապարակվել»։ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը Բաքվում եռակողմ հանդիպումից հետո ընդունված կոմունիկեի համաձայն կաշխատեն հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է 10-ը, հողմանելով փաստաթղթին։ Ընդգծվել է միջազգային հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա հասցնելու եւ բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ասում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետերի եւ Իրանի ճանապարհների նախարարի կողմից ստորագրված փաստաթղթում։ Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի զենքի վաճառքի էմբարգոն արգելքը։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաունթին։ Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը եւ նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան կարծում է, որ ՀՀԿ կողմից 1992 թվականին առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի եւ զինամթերքի բոլոր մատակարանների վերաբերյալ օրենքը վերացվել է, հայտարարել է Պաշտոնյան։ Նրա խոսքով այս որոշումը հնարավորություն կտա առավել զարգացնել Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի միջև գործընկերությունը պաշտպանության եւ անվտանգային համատեքստում։ Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը Զովունիում իր որսորդական հրացանով եւս 2 անձ է սպանել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Տղամարդը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի Դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ արձակել Զովունիում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս ստեղում մահացել են։ Ավելի վաղ հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղում դաշտում հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ-ի եւ Գելվորգ Ղ-ի մարմինները։ Եւ եղանի հարվածների հետքերով հանցագործը ձերբակալվել է։ Շարմ el-Շեյխում ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը։ Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ամենօրյա աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ։ Հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այս աշխատանքը։ Մենք չենք դադարեցնում մեր ջանքերը եւ 3 Շարմ el-Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը, ասել է նա, հուսալով, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կունենանք։ Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով Հայաստանում է որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը եւ ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրաված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Ասված է այս մասին Բելգիայի թագավորության պալատի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։ Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը։ Նախատեսված է նաև այց թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստում է դիմել ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային տարբեր կառույցներ, բարձրաձայնելով Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդման մասին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նրա խոսքով Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել, մեկը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, մյուսը գործարար Սամվել Կարապետյանը։ Իրավապաշտպանի խոսքով յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա, հեղինակություն վայելող գործարարն ու բարերարը ինչու են այսօր կալանավորված։ Ըստ նրա, Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը։ Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այս մասին ասել է ԵՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնեի հետ ասուլիսի ժամանակ։ Սա ադրբեջանական կողմի եզակի նախապայմանն է։ Հայաստանի երբևէ ու որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել ու չի ստանձնելու պարտավորվածություն փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Սա մեր ներհանրային օրակարգի մաս է։ Այո, Ադրբեջանը շարունակում է կապել համաձայնագրի ստորագրման հետ ու պայման դիտարկել դա, բայց մենք այդ կապվածությունը չենք ընդունում, նշել է Միրզոյանը, շեշտելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հարցը գոյություն չունի որպես քննարկման օրակարգ։ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 10:40-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է հրազդան մարտադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել։ Դեպքի վայրն ժամաներ Երևանի թիվ 1 Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ մոտ 3 ժամից ավել ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարել քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի, սակայն քաղաքացին չի լսել նրանց։ Համայնքային ոստիկանները պարզում են տղամարդու ինքնությունը հայտնի է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է։ Վաշինգտոնում տեղակայված ամերիկյան հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատարձակումը, ինչպես ԱՄՆ նախագահը դա հաջողեց անել Գազայում Համասի կողմից գերեվարված իսրայելցիների ազատարձակելու դեպքում։ Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում։ Ականատես լինելով բազմաթիվ արհավիրքների աղոթում են քաղաքամարտության իրական ավարտի և կայուն խաղաղության համար, նշում են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները Օսկար Թաթոսյանը և Թալին Յակոբյանը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտեղել Միլան տեղափոխվելուն։ Նա այդ մասին պատմել է Գազետա դելո Սպորտին։ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան 2019 թվականին ֆուտբոլիստին առաջարկել է Լոնդոնի Արսենալից հեռանալուց առաջ ընտրություն կատարել Միլանի և Ռոմայի միջև։ Այն ժամանակ Միլանը կենտրոնացած էր Շախտյորի խաղացող Թայսոնի վրա, և ես վախենում էի, որ կդառնամ նրանց պլան B։ Այդ պատճառով ընտրեցի Ռոման, պատմել է ֆուտբոլիստը։ Այդ խոսակցությունից 5 օր անց Ռայոլան զանգել է Մխիթարյանին և ասել. «Խաղից հետո նստիր ինքնատիր և Հռոմ մեկնիր Ռոմայի հետ գործարք կնքելու համար»։